Գիտեր ողջունում եմ բոլորիդ, ուրեմն այսօր իմ ամենասիրած, ամենաֆավորիտ ավտոյի մասին է վիդեոն։ Ես մի քիչ ուրիշ բան եմ իհարկե պլանավորել այս ավտոյի առաջի սերիայի վերաբերյալ, բայց հետո կիմանաք հաջորդ սերիայում թե խիստ այնց եղավ։ Այս մեքենան իմ համար շատ ավելի շատ բան է, քան մեքենան։ Առել եմ իրան արդեն մոտավորապես 2 տարի է ու 2 տարվա մեջ քշել եմ երևի չգիտեմ, 600 կիլոմետր։ Սկսում ենք իրան խելքի բերել, որովհետև մեքենան ինչքան կանգնում է, այնքան գործեր է բացվում իր վրա ու իհարկե կանգնելը ոչ մի համակարգի համար մեքենայի լավ չի։ Կանգնելուց լիքը խնդիրներ առաջացել, ուրեմն այսօր լուծում ենք տորմուզների հարցը, փոխում ենք master ցիլինդրը, փոխում ենք կալիպերները, փոխում ենք ֆլուիդը, exhaust-ի վրա են գործանում, լավ tuning-ի header-ներ են կորդերանում, այսինքն exhaust-ի համար header ոնց կնի, կոլեկտորներ երևի, այդ լավ որպեսզի ձենը փոխենք ու մի հատ խնդիր կա վերացնելու իր վրա, որ ես չգիտեմ էդի դրանից է թե չէ, տարա միտեղ շապ նայեցին, ասեցին լիֆտերներն է, հիդրավլիկ լիֆտերներն է, որը որ սարքելը մոտավորապես արժի մի $3000, այնց որ բայց ես կասկածներ ունեմ, որ էդի հիդրավլիկ լիֆտերները չի, փոխում ենք պալգշկեքը, փոխում ենք ռուշնոյ տորմուզը, մի խոսքով լիքը գործ ենք անելու այս մեքենայի վրա, այնց որ շատ հետաքրքիր է լինելու ու էսի վերջի սերիան չի լինելու այս ավտոյի հետ կապված, այնց որ անպայման մնացեք ալիքում, ընկերներ, բարի դիտում։ Ընկերներ, բարելուց, այսօր որոշել եմ գործանեմ իմ ամենասիրած ավտոյի վրա, մի քիչ երախելքի բերենք, որտեղ ժամանակի ընթացքում գործերը հավաքվել, օր մի բանը չես անում, հետևից մյուսն է փչանում, էդ էլ չես անում, մեկ էլ մի քանի ժամանակ հետո տենում ես սա հավաքվել է իրար գլխի ու ավտոն սկսում է աչքի ծնգնել, տենում ես որ լիքը բան կա անելու։ Հենց որ այսօր սկսում ենք արդեն ինչ կա կորվետի վրա, պետք է անեմ վերջացնեմ, սա սկզբից մինչև վերջ, որ իրան պատրաստեն լրիվ 100%-անոց վիճակի։ Այսօր փոխելու ենք հետևի տորմուզի սուպորտները, տորմուզի պեդալը, ահա որ լիք է անում, այսինքն ժիտկես դա բանը էլի սուպորտը, այս մի պալգշկի վրա երևում է, տենում եք պալգշկի թացը կողքերից, դիսա տարբազնու ժիտկես նա դուրս գալիս, այս մի կոմը փոխել եմ մի տարի առաջ, այս մի կոմը ռեմոնտ եմ արել, այս մի կոմը սկսեց արդեն թողել, ժանգոտել, բայց հիմա այս մի կողմն եմ որոշում փոխեմ, փոխել ինքը երկար պատմություն չի ինքը իրանով սուպորտ փոխելը, բայց այդ օդը հանելը դրա մեջից, էսի մի եկա կինոյ է, հենց որ չեմ ուզում մի հատ էլ մյուս տարի ես գործանեմ, չգիտեմ այս ավտոն ինչքան եմ պահելու, բայց հələ որ քանի որ չեմ ուզում ծախեմ, պետք է անեմ, այս որ կողմը որ փոխել եմ, այս կողմը, ուրեմն կա սուպորտների երկու տեսակ, հիմա բացատրեմ ինչն է տարբերությունը, ուրեմն այնտեղ այդ իր սիլերը որ կա սուպորտների մեջ, ռեզինից բաներ կա, պիստոնների վրա, դրան կլում է մենակ երկու ձևի, մեկը սովորականն է, որը որ զավոդից է եկել, ու կա նաև որ ներժավեյկից են անում այդ իր սլիվները, հիմա այդ երկուսի այս մեկի վրա նորի վրա որ դրել եմ, ներժավեյկից է, բայց սիլերը բան անում, երկար կանգնելուց լիք անում, շատ կարևոր է, որ այս ավտոն քշվում է, թե կանգնած է, իսկ այս ավտոն 99% դեպքերում կանգնած է, դրա համար պետք է դնեմ թանգանոցը, որը որ համ բան է, stainless steel, այսինքն ներժավեյկա է, համ էլ այդ սիլերը բանով է, կալցիոյով է, ոչ թե ուղղակի ռեզինից է, պետք է փոխեմ հիմա հանենք սուպորտները, երկուսի սուպորտն էլ հանեմ, տանեմ խանութ, այդ սուպորտները տալիս ես, նորերը վերցնում ես, որտեղ շատ քչեր են նորը արտադրում, սաղ ես հիները նորից բան են անում, մտցնում են արտադրական պրոցես, փոխում են այդ ներժավեյկի բաները, փորվածքները, փոխում են այդ պիստոնները իրանց սիլերով ու այդ տարբերակները արդեն կանգնած ավտոների վրա ահագին երկար է թողնած, որ հիմա սկսենք քանդել փոխել, քանդենք, կտանենք խանութ, կտենանք ինչ են ասում, կբերենք փոխենք, երևի մոտավորապես կլինի $300 երկուսի իրար հետ կարծում, գնացինք։ Գործիքս վերջն է, չէ։
Ջարդվել է քոքից, բայց ես իրեն հրաժեշտ չեմ տալի։ Քանի աշխատում է, թող աշխատի։ Ինգերն ինչպես տեսնում եք, ես մեկը լրիվ նոր վիճակում է, դեռ անցած տարի եմ փոխել, երևի 500 մայլ չեմ քշել սրա վրա, բայց չքշելը չի նշանակում, որ էսի չի փչանա, որովհետև կանգնած շատ ավելի վատ է, ոնց որ պետք է էս էլ փոխեմ, որ հետո այս նույն գործը նորից չանեմ։ Հաստատ չեմ ուզում անեմ, կդնեմ միանգամից ավելի լավը, կալցիով այդ օրինգով ու կանցնենք առաջ։ Մի ժամ քշեցի եկա, այստեղ էս նորվա քաղաք կա, հիմա ցույց տամ, այստեղ էս կորվետի ասում մասնագիտացված խանութ կա, JD Corvette է կոչվում։ Մենակ կորվետի պահեստամասեր են ծախում, լավ բաներ ունեն, լավ որակով։ Չեմ ալարել մի ժամ քշել եմ, մի ժամ էլ հետ պիտի քշեմ գնամ։ Այստեղ տեն մեկ լիքելի կորվետներ կան սերվիզի մեջ։ Մի խոսքով մասնագիտացված կորվետի խանութ է։ Եկա այստեղ կալիպերները առանք, աջ, ձախ, $260 հականք ստեղ։ Հիմա ժամանակն է, որ քշենք հետ գնանք։ Այնտեղ այս ուրեմն բոլտերն էլ մի հատ պակաս էր ամեն բանի վրից, բանտաժի վրից, մի բոտ պակաս էր, չգիտեմ, խի մինչև այդ չէին դրա։ Իհարկե ես շուտվանից գիտեի դրա մասին, բայց այս առիթ չելում, քանի որ ավտոն չեմ քշում ընդհանրապես։ Ասում եմ դելա մեկը կանգնած է, էլի կանգնած է, ինչ անեմ։ Բայց չէ, ոնց էր հիմա պետք է լրիվ խելքի բերել, ամեն ինչից սկսած պետք է կարգին տեղին խելքի բերել, որ տենակ ինչ է ստացվում, որտեղ չեմ ուզում ավտոն, որ թողում ես աշկաթող ես անում, սկսում է փլվել, քայլ առ քայլ փլվում է, չեմ ուզում փլվի։ Մի խոսքով քշում ենք հետ Լոս Անջելես ու սկսում ենք հետ տեղադրել կալիպերները, brake fluid-ը պետք է փոխենք, ռասկա չկա, ատկա չկա, այսի մինչև օթերը պետք է հանենք, տենակ ինչ աստացանից ու գնացինք։ Okay, ընկերներ, ուրեմն էսի բոլտերը առատ հազա 5 հատ 4 հատ թե 5 հատ 4 հատ, հա։ Ու ունենք հեսա սուպորտները լրիվ նոր ու սրանք այդ օրինգով ու ներժավիկով սարքածներն են, որոնք որ պետք է որ շատ երկար դիմանան կայնած ավտոին, որտեղ որ ավտոները երկար է կանգնում, այդ ավտոներին պետք են ասենսները ու սրա պիստոններն էլ ուրիշ մատերիալից են, քան այն ժանանոցները, որը որ ես անցած անգամ դրել եմ ու հիմա էսի տարանք որ հետ տանք։ Ոնց որ հիմա եկեք տեղադրենք իրենց տեղերը ու արդեն կտենենք ինչ է ստացվում, գնացինք։ Ընկերներ, կալոտկեքը հիմա մի հատ կմաքրեմ, որովհետև սա կեղտոտ ժանգոտած է, մաքրենք, որ այս պորշինի տեղերը, հետո ինքը կպնում է պորշիններին ու սկսում է պորշիններն էլ ժանգոտացնել, հետո այդ ամեն ինչը լցվում է արանքները, փչացնում է ռեզինները ու բլա։ Հենց որ հիմա լավ կմաքրենք այս ամեն ինչը հետ դնելուց, որպեսզի այս վիճակում չդնենք, գոնե դնենք այս վիճակում, հələ հիմա էս էլ իհարկե լավ չի մաքրած, բայց կմաքրեմ հիմա ու կդնենք արդեն մաքուրները։ Կալուտկեքը ասենց մաքրեցինք հին իրա ժանգից ու կեղտից, որտեղ սրանք շատ հին կալոտկեք են, բայց շատ ունեն հələ վրան ահագին, քանի որ համել հետևն է, հետևը քիչ է մաշվում, իմաստ չկա իրենց փոխելու, բայց մաքրել պետք է, որ ժանգը չմտնի brake fluid-ի մեջ ու փչացնի նորից սուպորտները։ Մնաց ինչ մնաց, մնաց բոլտերը մի հատ մաքրենք, բոլտերներ մաքրենք ու սկսենք հավաքել։
Okay, ընկերներ, բոլտն էլ հեսա մաքրում ենք դավիլու ֆորիով։ Երևի շատերը ծանոթ եք, չգիտեմ, լավ ժանգի համար շատ լավ աշխատում է։ Ոնց որ մի հատ կփոզեցնենք։ Թող մի քիչ ուտի, կսրբենք, մաքրենք, սկսենք հավաքել։ Դիմասի սուպորտները, քանի որ պետք է պագիշիկը հանեի, որպեսզի օդը հանեմ, դիմասի սուպորտներն էլ որոշեցի թարմացնեմ, ներկեմ, ոնց որ դիմասիները հիմա sense տեսք ունեն, իսկ հետևը արդեն լրիվ նոր թարմ վիճակ է, 4-ն էլ ստեղ ունել ունենք ստեղ մենած ամենազալը գործը օդ հանելը ռեկ ֆլուիդը փոխելը գնացինք տորմուզները պատրաստ է սա բլիդ արած է այսինքն բանը օդերը հանած է հիմա ինչ եմ ուզում անեմ մի քիչ կոսմետիկ է սիրունացնենք ոնց որ տենում եք այսպես կեղտոտ վիճակա ուզում եմ փչեմ սիրուն սև ներկեմ որպեսզի sense տեսք չունենա մոտավորապես այսպես մի բան ստանանք միակես վրել պետք է փչվի բայց ամեն դեպքում ունենք ներկ ունենք տորմուզները լրիվ կարծում եմ լավ վիճակի հիմա փչենք ու անցնենք շարունակենք հավաքելու process-ին Կարծում եմ սեն շատ ավելի լավ է Հիմա պագիշիկը հետ ենք դնում տեղը ու հետ մենք test drive անենք, տենենք դզվավ, չդզվավ գնացինք ու ընթացքում եք ասեմ ինչ ենք պլանավորում անեմ կորվետի վրա, որովհետև որոշել եմ որոշակի փոփոխություններ անեմ, ստեղ մատուր հետ կապված հարց կա, exhaust, մի խոսքով մի հատ test drive կանենք, կգանք, կտենանք տորմուզները դզվավ, կանցնենք հաջորդ հարցին գնացինք։ Okay, ընկերներ ժամանակն է հայել ենք մի հատ քշենք, ստուգենք տորմուզները, տենանք դզվավ, չդզվավ ու հիմա ասեմ նորից ինչ եմ պլանավորում անեմ, ինչ խնդիր կա մեքենայի վրա, որ հասկանանք այդ ոնց ենք լուծելու։ Հիմա ցույց կտամ ինչի մասին է խոսքը, եկեք խոտտան կբացատրեմ։ Այստեղից տապտապոց ա լսում, չգիտեմ դուք լսում եք թե չէ, երկու բան կարա լինի կամ լիֆտերներն ա մոտորի մեջի հիդրավլիկ կամ էգզաստի լիքը, ստեղ որ նայում եմ, ստեղ որ տենակ սև տեղ կա, այսինքն ստեղից ամեն դեպքում փողում ա էգզաստը, հիմա ուզում եմ կալեկտորները փոխեմ, սպորտային կալեկտորներ դնեմ վրեն,
տենամ կլուծվի այս հարցը, թե պետք է ամեն դեպքում 3000 մատորի վրա փող դնել։ Կամ 500-ով կլուծենք, կամ 3000-ով, չգիտեմ։ Փոխենք կտենանք։ Խոսքը մոտարապես այդ եմ ուզում անեմ, փոխում ենք այդ կոլեկտորները, դնում ենք headers-ներ, սրանք սպորտային են ավելի լավ, ոքի հայերեն չեմ կարող ասեմ այդ ոնց է կոչում, ավելի լավ exhaust գազերի դուրս գալու համար ավելի հեշտ է, ավելի մի քիչ էլ ուժեղություն, հզորություն ավելացնում մոտորին ու ձենի վրա է շատ ազդում, իսկ ձենը այս ավտոյի ինձ այդքան դուր չի գալիս, կարելի է մի քիչ ավելի ագրեսիվ ձեն ստանալ իր համար, հենց որ անելու ենք, հիմա քշենք մտնենք տորմուզները ոնց է աշխատում ու ըստ դրա արդեն կշարժվենք առաջ գնացինք։ Okay, տորմուզ ունենք վատ չի ինգերներ։ Բավականի լավ է տորմուզ տալի, բայց այս պարկշիկ հանել դնելուց հետո հիմա ռուլը ձախ է քաշում, չգիտեմ խի։ Տազա մոմենտ էր, սարքենք, բայց տորմուզերը լավ է, մի խոսքով տորմուզերի հետ կապված ոնց թե խնդիր չունենք։ Հիմա անցնենք առաջ, ունենք կորավ տորմուզներս, կորավ։ Եկա կանգնեցի չէ, ոնց որ ճանապարհին լավ էր, ճիշտն ասած տորմուզները մի պահ թեթև փուստ գնաց, չգիտեմ ինչ էր, երևի օդ կար, ինչ կար, ինչ-որ մի մոմենտ կար, սենց հետո էլի նորմալ ձգվավ, տեղ եկավ պեդալները, հենց որ տորուզները ոնց որ թե լավ է, տորուզներից պրծանք։ Մինչև header-ները կգա, պագշկի կգա, մի խոսքով պիտի անենք այն ինչ-որ ունենք անելու ավտոյի վրա, ուրեմն հիմա ինչ պետք է անենք, հիմա ցույց տամ։ Ուրեմն սիձելնիկը, այսպես մենք Կազախստանի հետ այդում, այստեղից ջարդված է, այսա։ Ստեղից ջարդվել է։ Հիմա պետք է հանել սիձելնիկը ու սվարկա անել, սվարկա երբեք չեմ արել, չգիտեմ սվարկեն ոնց է արվում, բայց պետք է անեմ։ Հիմա սիձելնիկը քանդենք, հանենք, հասկանանք ոնց եմ սվարկա անում, գնացինք։ Ունենք սենց տեսարան, չգիտեմ ես ինչ գուբկա է թապետակից, երկու բրակետները, մեկ ջարդած, երկրորդը նույնպես ջարդած։ Հենց որ հիմա սրանք պետք է սարքվի, սվարկարվի, տենանք ինչ ա լինում։ Մեզ ջարդած տեղերը մեկ, երկուս, ստե ժանգեր ունենք, սրանք իհարկե կմաքրենք, սրանք սվարկա կանենք, չիստեինա, չգիտեմ, հուսով եմ կաշխատի ու հուսով եմ ես կարամ անեն սվարկա անեմ, որ հենց դնեմ նստեմ նորից հետ առաջ անեմ չջարդվի։ Սար կփորձենք, դրա համար ունենք սվարկի ապարատ, բայց ես չգիտեմ այդ սվարկի ապարատը ոնց է աշխատում։ Այս հաստեղ ինչ-որ կիս ավտոմատ է կոչում, ինչ է կոչում, բացարձակ գաղափար չունեմ, կարծեմ էսի պրովուլկով է աշխատում, սենց պիտի մի հատ փորձենք, պրովուլկա է պետք, ու կարծեմ գազ պետք չի, ու ես էլ վիլկա է պետք, okay։ Ընկերներ ուրեմն այս զագատովքի քարել եմ, մատերիալները առել եմ, հիմա ցույց տամ ինչ եմ անում։ Ուրեմն սրանք պետք է սվարկա արի, ոնց որ տեսնում եք արդեն մաքրել եմ, այս էլ էնել, շել եմ, սվարկի ապարատ, լար, ձեռնոց։ Իհարկե շատ էժան կլներ ավելի, որ ես տանը ես երկու կտորը սվարկա անել տայ, բերեի հետ դնեի տեղը շատ կարճ, շատ ավելի էժան, բայց ինչ եմ ես ամեն ինչ արել, որ սովորենք ոնց ենք աշխատացնում այս գործիքը, սովորել է պետք ընկերներ,
Դա ավելի կարևոր է, քան էժան բրցնելը։ Խոսքով բերեմ հավաքեմ, դեմ կարում եմ ծվականեմ, թե չէ, առաջի անգամած լրիվ 0 եմ, բայց կփորձենք, տենանք ինչ է ստացվում։ Ինչ ընկերներ, գնացինք։ Եկեք տենանք ինչ ստացվավ իմ սվարկից, ոչ մի բան չստացվավ, ինչն եմ սխալ անում, հաստատ մի բան է սխալ եմ անում, որովհետև պրովուլկեն չի հարցնում հալվի, երբ ինչ-որ վոլտաժ, պրովուդի արագություն, պիտի սենց նաստրոյ կարվի, նենց որ էսի պետք է ջարդվի, մաքրվի, նորից արվի։ Գիներ կարճ միացում, ուրեմն անցել է 3 օր, ոնց որ տենում եք զոդման ապարատը այստեղ է, ոչինչ զոդած չի, որովհետև ես չեմ կարողանում, չգիտեմ ինչն եմ սխալ անում, չի կպնում երկաթին, չգիտեմ, դառնում է շարիկներ, ով որ գաղափար ունի, սվարկից գրեթե իմանամ ինչն եմ սխալ անում, այս ապարատը առանձնապես ինքը շատ փոքր, շատ էժանանոց մի բան է, ղեկավարվում է մենակ ամպերաժը ու պրովուլկի դուրս գալու արագությունը։ Մի խոսքով մասան կպցնում եմ նորմալ, փորձում եմ զոդեմ, չի ստացվում, դառնում է մետաղի շարիկներ ու չի կպնում։ Էսի մի կողմ։ Ուրեմն ստե ունենք կորվետի բանը, ռուչնոյ տորմուզի մեխանիզմը։ Հիմա բացենք, տենանք ինչ է եկել։ Okay, սա մեխանիզմը եկել է, իմինի մոտ այսի չկա, այս կնոպկեն չկա, ու սա մեջը պրուժին է լինում, էդի չկա, բայց հիմա այսի է, սենց քաշում ենք, այսի սենց անգնում է արանքները, այս անտերը, հիմի քանի որ այսի չկա, ինքը բան է լինում, այս կտորը խալաստու սենց էթուն գալիս է, հիմա այսի պիտի թողենք, ու սենց կնա, հիմա գալիս է լրվում է, չգիտեմ ինչի, մի քիչ ես խաղ ունիս, թե մի խոսքով երկու հատից մի հատ կհավաքենք երևի, տեսնենք։ Okay, ինչ եմ անում ընկերներ, հանում եմ այս exhaust-ի մանիֆոլդները, կոլեկտորները այսպես ասած, մի խոսքով սրանք դուրս եմ հանում, որպեսզի այս նորերը որ գա, դրանք headers-ները արդեն կոլեկտորներ չի, դի փոխենք, մի խոսքով, մի սենց քանդում եմ, իմ համար մեկ էլ քանդում եմ, այս բոլտը սիրում սենց հանում եմ, մեկ էլ ճոպ, այս սենց, ասենք չի հելում այս բոլտը ստուց, դի էսի քանդեմ արդեն, բանը, լեգով դի խաղանքել, էսի հանեմ, որենի կարինամ հանեմ, մի խոսքով, հանենք, ինչ ասեմ, հանենք, վերջում կքանդենք, սաղ կհանենք վրից, նորերը կգա, կդնենք, նորերը ձեր համար մի քիչ հետո կգա, իմ համար 5 օրից երևի գնացինք։ Ընկերներ, ուրեմն header-ները եկել է, եկա մեծ մի հատ բաքս է, հիմա եկեք տենանք ինչ է եկել, իրար հետ բացենք, տենանք ամեն ինչ տեղը չի, եթե ամեն ինչ լավ է, տեղադրում ենք ավտոյի վրա, ու անցնում ենք հաջորդ քայլին գնացինք։ Okay, այսպես մեծ յաշիկ ունենք, Flotec, մոտավորապես 300 քանի դոլար արժեր։ Ես ձեր նման առաջ անգամ տենեմ ինչ է եկել։ Okay, այսա header-ներն է։ Ստեղ իր պերեխալդիկներն է կոլեկտորների, մյուս header-ը,
Ոստեղ իրա պրակլատկա բոլտու գայկա։ Եսի պրակլատկենա, այս վերերն էլ բոլտու գայկենա։ Մնա կբացենք, մատ մեջն էլ կնայինք։ Okay, գեներ ուրեմն այս մի կողմի կոլեկտորը, այս մի մյուս կողմը, ստեղ ունենք մեր պրակլատկեքը, լրիվ նոր բոլտու գայկեք ու պերեխադնիկները։ Կարծում եմ ամեն ինչ տեղն է ու սկսենք արդեն տեղադրել 4 ժամ անց լիքը մուր քթից դեմքից ձեռներից եւ այլն 10 հատ քֆուր ու ամեն ինչ իր տեղում է, հիմա ցույց տամ ինչ ունենք։ Okay, header-ները արդեն տենում եք իրանց տեղերում է։ Այսի շոֆերի կողմը։ Հիմա ցույց տամ այս էլ արդեն մյուս կողմը։ Ոնց որ թե ամեն ինչ նորմալ է, ոչ մի տեղ չի քսում, չի փչացնում, չի խանգարում։ Լարերը բավականին հեռու են սվեչեքի, որպեսզի չհալվեն։ Մի խոսքով հույս ունեմ ամեն ինչ նորմալ է։ Այստեղ տակից ցույց տամ ինչ ունենք։ Ուրեմն տակերը շատ լավ է նստել։ Okay։ Հիմա ունենք սենց աղագին լավ է, շատ է կախվում ընդհանրապես այս լոնգ թուբերը, բայց էսի ընտիր է նստել։ Այս կողմն էլ սենց ունենք։ Այն կողմը աղագին շատ մոդիֆիկացիաներ եղավ, ստեղ այդքան էլ չէ։ Հիմա ուրեմն ինչ պետք է արվի, թե տենում եք էգզաստը իր ստեղից դուրս է գալիս պրծնում, հա, բայց պետք է միանա իր հիմնական էգզաստը էսա, որը որ հետ է գնում։ Բայց ինչ եմ որոշել ես, ստեղ X-pipe եմ դնելու, որպեսզի սենց ուղիղ չգա տրուբեն իրար միանա երկուսը, X-pipe եմ դնելու, X-pipe-ը մի խոսքով ամեն գալով քիչ դուրս եկող ձենը բերում է միտեղ, հավաքում է, ուժեղացնում է, նոր հետևից դուրս է գալի, տենց ավելի լավն է լում ձենը։ So հիմա սենց մի հատ խոտ կտանք, կլսենք տենանք ինչա ոնց է, երբ ես շատ ավելի բարձր անելու, քան X-pipe-ով, բայց դե սենց չեմ թողելու։ Ուղղակի հիմա մի հատ խոտ տանք, նախ տենանք էս այն ձենը, որ գալիս էր այս կողմից, որը ես մտածում էի, որ կարա բան լինի, հիդրավլիկ լիֆտերները լինեն, բայց հետո մտածեցի, որ քանի որ սևացած տեղը տենում եք, պրակլատկիկը բոլորը վառած էր, կարա էսի եւ այդ հարցը լուծի։ Հիմա մի հատ խոտ տանք ու լսենք տենանք ինչ է ստացվում։ Շատ ուրախ եմ, բեսամտ ուրախ եմ։ Ինստորան հələ չկա, չեմ դրել, այստեղ փնթի վիճակ է, բայց խոտ կտանք։ Այնտեղ կոնուսի հետ աղագին մոդիֆիկացիաներ արվեց, չգիտեմ ինչ որ մի բան փչացել եմ թե չէ, բայց գերեվա։ Կաչատ կոնուս Ինչ այստեղ խոտ չեմ տա, որտեղ հարևանները լուսամուտի տակ են, սիրուն չի, ստեղ չգիտեմ, մարդկանց լուսամուտի տակ իհարկե լավ չի, ահա որ ձեն է անում, հեսա քիչ հաստեմ ջաքերի վրից կբրթեմ հետ, այնտեղ դուրսը խոտ կտամ, որպեսզի մարդկանց չվատացնենք, բայց ես արդեն վատ եմ դզում է։ Սա X-pipe-ն է դնում ենք սպանում։ Մատնորից ես, հա։ Այդ ինչ է ցենը խանգարը սողանը։ Այդ ավտոյի բաներն է սարքում սով։ Վախեցար։ Չէ, ասեցի, ես ինչ ձեն եմ, եկել ասեցի։ Okay, լավ դե գնա դասարավալես։ Աղջիկս տանից լսել վախեցել էլա դուս աստորեն ճիշտ եմ մտածում հարևաններն էլ նույն վիճակում են, այնց որ կբրթեմ հետ դուրսը խոտ կտամ։ Գերներ կորվետը տանում եմ մաֆլերշապ, որտեղ սենց
Անեն ձենահանում, որովհետեւ ասենք վախենալու է, ասկի ես եմ վախում մեջ են ստեմ քշեմ։ Aftershop, որպեսի մտ X-pipe տնենք վրան։ Ուտենանք արդեն տենց նորմալ ձենը։ Ուտենանք արդեն նորմալ ինչ ձենա հանում, հենց որ գնացինք։ Որովհետեւ որոշեցի թողանեմ, որովհետեւ այնպես ձենը հանում քշելուց, ասենք, ահել եմ փողոց բռնեն միլիցեկը։ Երկրորդ չգիտեմ խի տորմուզները նորից լավ չի, երևի նորից օդա քաշել ինչ արել, պետքա նորից բլիդ արվի։ Հիմա թոթրակ եկել է, կբարձենք կտանենք muffler shop, այնտեղ քիչացնենք, կտնենք ինչ ենք անում, X-pipe ենք դնում, թե իր 5 տարուբեկը դնում ենք վերեն։ Սա թոթրակը, հիմա կբարձենք ու կտանենք։ Okay, թոթրակի վրա արդեն ուղևորվում ենք դեպի muffler shop։ Okay, jump-ենք ընդդեկը դիմավորենք։ Շապում ենք, թոթրակը եկավ։ Հիմա իջցնենք ու վերենք կողենք ստեն։ Let's shut։ Okay, որոշեցինք X-pipe չանենք հիմա, որովհետև շատ է թանգլում ու X-pipe-ը պետք է գա հետևը, որը որ ինձ պետք չի։ Դեմից է պետք է X-pipe-ը, հենց որ հիմա կհավաքենք, հետո նոր արդեն կտանեմ, որ նորմալ քշվող լինի, մեր հայկական muffler shop կա, այնտեղ X-pipe-ը կա սիրուն հավաքել կտամ։ Հիմա հեսա կհավաքենք, ձենը կստուգենք, մնացածը տենենք ինչ ալում։ Muffler shop-ից վեկալանք ավտոն։ Հեսա մատ խոտ կտանք, ձենը լսենք, տենենք լավա լավ չի, ինչա չգիտեմ, հələ որ այսքանը, հիմա փորձենք մտ խոտ տանք, տենենք։ Վատ չի։ Դերները կփոխենք, հələ դու ասա, քեզ ոնց է։ Ինը ես չեմ հիշում ինը Ինը Արևորը բայց ինչն է, ոնց որ այս Տեյս որ ձեներ գալիս ինձ թվում է տալկացելներն է, դա անցել է։ Տարա 3500 փող ուզին, ասին տալկացելներն է, պետք է փոխվի։ Կոլեկտորները փոխվելուց դժվար։ Նես որ վատ չի։ Պետք է հետո մաֆլերները կփոխենք ավելի խորը ձենի համար։ Ուրեմն բազմաթիվ չարչարանքներից հետո մի քանի օր սվարկի վրա ցույց տամ ինչ ստացվեց։ Ստացվեց էս, այսինքն նորմալ հավեսով արդեն սվարկա է արված։ Հետ էլ էս էլ կարծում եմ չի փոկվի։ Տեղադրենք, տենանք փոկվում է թե չէ։ Կարայի ասեի ես ամենից սվարկին, բայց ցավոք սրտի ես չեմ արել, որտեղ որ տարա գլուշի ծելները անելու, մի անգամից տվեցի այդ տղեն էլ այդտեղ նորմալ սվարկ արեց, ես ինձ ժամանակա պետք այս գործի մեջ չեմ տանալու, իմ սխալները հասկանալու, բայց հիմա քանի որ շատ դանդաղում էր իմ գործը, որոշեցի տենց անեմ, հենց որ ես չեմ արել, ես էլ որ չեմ կարող սովորկ անեմ, հենց որ կսովորենք, բայց տեղադրենք, տնենք ինչ եղավ։ Ուրեմն էսի բրակետներն է, այստեղ պետք է տեղադրվի, չեմ հիշում ոնց, բայց կարծում եմ հեսա կհասկանանք ոնց։ Բավականին հեշտ էր։ Խոսքով դնենք, տեղադրենք, տնենք դիմանում է այս մեր սավարկա եղած թեման, թե վերջը նորից պետք է քանդվի, թոզադրվի։ Դրանից հետո անում ենք Ռուշնոյ տորմուզի մեխանիզմը։ Ասում ենք հայերեն խոսանք, հայերեն ավտոմոբիլային բառապաշար չկա։ Անգլերեն emergency brake հայերեն ինչ է։ Պահեստային արգելակման համակարգի բռնակը մի խոսքով։
Սիթը արդեն իր տեղում է, ամեն ինչ նորմալ է։ Ոնց որ թե պահում է, ռեգուլիրովկի կա աշխատում է, չնայած սա ինչ ռեգուլիրովկա, մի քիչ հետ է գնում, մի քիչ առաջ է գալիս, դա ուրիշ բան չկա։ Մեկ էլ դա էս մեջքն է։ Մեջքն է տենց։ Okay, ինչ ենք անում հաջորդը։ Այս մեխանիզմը պետք է սարքենք։ Ձեռքի արգելակման համակարգի մեխանիզմը փչացած է, պետք է վերանորոգել։ Հետո ռուլը ձախ է քաշում։ Ռուլը ձախ է քաշում, տորմոզները լավ չի։ Էդի մեկ, երկրորդ, սրա հենդլինգը, այսինքն կառավարելությունից ընդհանրապես դուր չի գալի, ասենք այս ավտոն սենց չպետք է քշվի։ Ճիշտ է, ինքը 73 թվի ամերիկյան ավտո է, որի տակ ինչ որ white body lane մեծ պագիշկեք է դրած, որը նույնպես անցնում է կառավարությամբ, բայց ես գիտեմ այս ավտոն ոնց է քշվել, մի քանի անգամ եղել է, որ նորմալ վիճակում ա եղել քշելուց, զգացել եմ, չէ, սենց լավ է։ Մի խոսքով խնդիր կա կամ ղեկային մեխանիզմի հետ կամ անիվների հետ կամ պատվեսքի հետ։ Մի խոսքով այդ սաղ պետք է անենք, հիմա այս ավտոն որոշել եմ բերեմ այնպես վիճակի, որ ես քշելուց հաճույք ստանամ, որտեվ հիմա հաճույք չեմ ստանում քշելուց, որտեվ ռուլը ոնց որ կապ չունենա դեպի հակերի հետ։ Ամեն ինչ պետք է արվի մի խոսքով։ Գնացինք։ Գինը շարունակում ենք կորվետի տորմոզների վրա աշխատենք, որովհետև տորմոզները հլը այն չի, ինչ որ պետք է լինի։ Մեկ լավ է, մեկ վատ է, մեկ պեդալը փափուկ է, մեկ նորմալ ձգվում է, չգիտեմ, հիմա կարող է այդ master ցիլինդրը, հիմա ցույց տամ ինչի մասն է խոսքը։ Ուրեմն էսա master ցիլինդրը, այսինքն ու ռեզերվուարն է, ցիլինդրը տակն է։ Հիմա քանի որ տորմոզները կալոտկեք փոխելուց, քանի որ տորմոզների այդ կալիպերները փոխելուց սուպորտները ես դատարկել եմ այս ռեզերվուարը, սրա մեջ բան հեղուկն է տարմազնոյ, կարող է եւ սրա մեջ օդ է գնացել ու այդ օդը պետքա մի ձևի դուրս հանվի իր մեջից, որտեվ էդի բաներից սուպորտների վրից օդը հանելուց սրա մեջի օդը դուրս չի գալիս, նենց որ հիմա այսօր մի հատ դրա օդը պետք է հանենք, փորձենք տենանք օգուտ կտա, թե չի տա, եթե չտվեց, ուրեմն այս master ցիլինդրը պետք է փոխվի։ Հիմա առել եմ դրա bleeding kit-ը կոչվում, այսինքն որպեսզի օդը կարողանանք մեջից հանենք։ Bluetooth pairing. Դա այդ կիտնա շլանգներով ուրեմն սրանք ձգվում է այդ լայների տեղը ու պետք է կաչատարվի հեղուկն ապրատնի նորից հետա լցվում ռեզերվուարի մեջ։ Հիմա անենք տենանք թե օդի խնդիր է, թե ուղղակի արդեն մեջի այդ սիլերը, այսինքն այդ պրակլատկայքը հա երևի կարող արդեն մաշել է ու օդ է քաշում, չգիտեմ, անենք փորձենք դրանք օգուտ կտա թե չէ։ Okay, ընկերներ, ուրեմն նայեք։ Էսի իրա բանդերն է, ժիտկստի գծերն է, որ մեկը եթում է ստեղից դեմի տորմոզներ, այս մեկը ստեղից գնում է հետևի տորմոզներ։ Հիմա մենք ինչ ենք արել, երկու ապրատնի լայն ենք սարքել իրանց, որ հիմա ստեղից պետք է մենք ընդեղից կաչատ անենք, ստեղից օդը դուրս գա, բտնի ստեղից հելնի վերև։ Հիմա տենանք օդ կա մեջը, թե չկա, ու տենանք օգուտ կտա, թե չի տա, գնացինք։ Ոնց է փուչիկներ դուրս է գալիս, հա, ընկերներ։ Մեր master ցիլինդրի bleeding-ը, այսինքն օդ հանելը ոչ մի օգուտ չտվեց, ուրեմն անցնում ենք հաջորդ քայլին։ Հաջորդ քայլի ինչ ենք անում, փոխում ենք master ցիլինդրը, ինչքան ասի չանեմ, վերջի չեղավ չանեմ։ Անենք, ինչ ասեմ, master ցիլինդրը արդեն առել եմ։ Էսա նոր master ցիլինդրը հիմա կանենք
9 կդնենք նորը ու տենանք օգուտ տալիս է թե չի տալիս ոստե ես չեմ տենում ես տեղ եմ տենում ինչ-որ լիք եսին ու կարող է 3 ա եղել լավ ինչև է դի փոխենք master cylinder-ը փոխում ենք master cylinder-ը փոխելուց հետո հելել եմ թեստի ու թեստը ոնց որ լավ արդյունքներ է տալիս Все-таки master cylinder-ի մեջ էր խնդիրը Հիմա պեդալը բավականին ձգվել է արդեն աշուշենի նորմալ է տողում ուզեց աչու ձախ չի քաշում ես կոմենտում չի անում պեդալը ձիգ է այո լավ վերջապես սրա տորմուզներից պրծանք Իձերով նկարում եմ, իձերով սկորուստ եմ փոխում, բայց ոչինչ լավ նորմալ տորմուզ ունենք արդեն վերջապես հուսով եմ երկար կտևի Դե ինչ ընկերներ, տորմուզները արդեն լավ է Սաղ թարմ թազա հետևի երկու կալիպերները կալոտկեքը hard line-երը, soft line-ները, այսինքն այդ երկաթից տրոպկեքը, փափուկ տրոպկեքը սա նոր է ժիտկստը կներեք ասում եմ, ժիտկստը ֆլաշ արած է, մաքրած է Master cylinder-ը նոր է, բայց դեմի երկու կալիպերները դեռ հին են ընկերներ ու կարծում եմ սրանք իրենց խոսքը դեռ ասելու են այսի վերջի brake job-ը չէ, այսպես ասած որ ես ավտոյի վրա անում եմ բայց այս պայդրությամբ սա լավ է ոնց որ ուրախ անդում ենք parking brake-ը չգիտեմ ցույց եմ տվել էսի վիդեոյի մեջ թե չի հիմա ցույց տամ ինչ է իրան որ քաշում ես Մենք էսի պետք է իջնի ստե մտնի որ հետ չգնա էսի բայց չի աշխատում քաշում ես ոչի բան նորից հետ է գնում ոնց որ փորձում ենք էդի սարքենք հիմա քանդենք անենք տենենք ինչ ենք կարում անենք Okay ընկերներ հիմա այս հավաքեցինք երկու հատից մի հատ չգիտեմ աշխատելու է թե չէ որտեվ ստեից все-таки Պոկված է, բայց փորձենք, եթե աշխատեց լավ, եթե չէ նոր էս մասը զակաս կտնենք նորը $140 է մի սատից բանը Հիմա պետք է հետ հավաքվի Հիմա տեղադրենք, ոք փորձենք տենենք աշխատում է, թե չի աշխատում, գնացինք Okay, ուրեմն ոնց որ թե հետ դրեցինք, ընկերներ Հիմա կփորձենք տենենք աշխատում է, թե չէ, ոնց որ ռեմենը մնաց տակ է Նայեք, մի հատ ասենք մի վարկյան անուշադրության Գեներ միջև պագշիկը փոխելը որոշեցի նաև թայրոդերը փոխեմ, այսինքն ռոլևոյցի ագիթը, որպեսզի այդ կառավարության որակը մի քիչ լավանա։ Հիմա ոնց որ տենում եք վերել եմ արդեն alignment-ի, այսինքն ռազվալ սխալի ասածը։ Էդի անում ենք, բրցնում ենք արդեն, պագշիկը նոր կգցենք տակը ու կարծում եմ համարենք սարքեցինք Կարծում եմ այսօրվա սերիայի համար կլինի այսքան ընկերներ։ Այսը կտանենք կփոխենք, չնայած հələ գործ կա վրան, տորմուզները հələ դուրս չի գալիս։ Ինձ թվում է brake booster-ը պետք է փոխվի, բայց ամեն դեպքում պագշիկը եկել է, հիմա ձեզ ցույց տամ։ Խնդրեմ։ Տանենք սրանք գցենք տակը։ Ուրեմն այս երկուսը լրիվ նոր են։ Բացարձակ նոր են ընդհանրապես տեղադրված չի, այս իրենց ամսաթվերը այս ամսաթիվը 28-րդ շաբաթ 24 թիվ արտադրությունը սրանք օգտագործած են բայց ավելի նոր են քան սրանք որտեղ սրանք ընդամենը դրել են ավտոյի տակ ու հանել են հենց սրանց ժամկետը ցույց տամ տեսեք էսի 45-րդ շաբաթ 24 թիվը այսինքն ամեն դեպքում էսի ուղակի դրել են ավտոյի տակ հանել են
Այնի ուղղակի եղել է պահեստներում, բայց 4-ն էլ լրիվ նոր վիճակում են, ոնց որ տանենք գցենք ավտոյի տակ, որպեսզի ապահով լինենք այդ 40 տարվա պագշիկով չքշենք գնացինք։ Ընկերներ, կորվետի հետ կապված այս սերիայում այսքանը, ագին գործ արեցինք իր վրա իհարկե, կարծում եմ երևի թե բան էլ չկա անելու, բայց հաստատ լինելու է երկրորդ սերիան կորվետի վերաբերյալ, շուտով, չգիտեմ այս շաբաթ կլինի թե մյուս շաբաթ կլինի, բայց անպայման կլինի հաջորդ սերիան, ընկերներ դուք էլ բաժանորդագրվեք անպայման ալիքին, դրեք զանգակները, որպեսզի բաց չթողնեք հետագա մասերը, կիսվեք վիդեոներով ձեր ավտո սիրող շրջապատի հետ ու անպայման լայքեր դրեք, կոմենտներ գրեք, որովհետև ես բոլոր կոմենտները կարդում եմ, շատ հետաքրքիր է մարդկանց կարծիքը այս ամեն ինչի վերաբերյալ։ Լավ մնացեք ընկերներ, կհանդիպենք հաջորդ անգամ։